Ժնևի բանակցություններու ֆոնին բայթեցավ Ամերիկա-Իսրայել-Իրան պատերազմը, որ իր մեջ ներգրավեց տարածաշրջանի բազմաթիվ երկիրներ։ Լիբանանը եւս անմասն չմնաց այդ ճգնաժամեն։ Իրանի գլխավոր աջակիցներն մեկը Հեզբոլլան շաբաթ իր համերաշխությունը հայտնեց Իսլամական Հանրապետությանը։ Խմբավորումը Լիբանանի տարածքեն հրթիռներ եւ անօդաչու թռչող սարքեր արձակեց Իսրայելի ուղղությամբ, հայտարարելով, որ այդ մեկը Ալի Խամինեի սպանության վրեժն է։ Իսրայելն իր հերթին զանգվածային օդային հարվածներ աստծուց Լիբանանի շարք մշրջաններուն, մասնավորապես թիրախավորելով Բեյրութի հարավային արվարձանները, որոնք Հեզբոլլայի վերահսկողության տակ են։ Իսրայելական հարվածներու հետևանքով զոհվեցավ ավելի քան 30 մարդ, վիրավորվեցավ ավելի քան 50։ 2004 թվականին ի վեր Լիբանանի հասած ամենաուժեղ հարվածներն են։ Անշուշտ որ շրջանային ովև զարգացում Պատմականորեն այդպես է դժբախտաբար գացությունը, որ անպայման Լիբանանի վրա գազդ է։ Միշտ այդպես եղած է, այսօր այլ ովևէցով այլ դարբեր չէ, բարձրապես թերագադարներն են, որ փոխված են, բայց նույն հանգերքն է, որ Լիբանանի մեջ գտնվի միշտ ովևէ զարգացում, որ շրջանային դեպի ունենա, անպայման Լիբանանը ադգե գազդվի, այն մեկնելով այն իրողությունն, որ համայնքային պետությունն է, համայնքային ընկերությունն է եւ համայնքներն յուրաքանչյուրը որոշ կողմը համագրություն ունի, կամ զորակցություն ունի, կամ անոր աջակցությունը կվայել է, այնպես որ անպայման որ ուղղակիորեն գազդվի։ Իսրայելի պաշտպանության բանակի գլխավոր շտաբի պետը հայտարարեց, որ Հեզբոլլան ամբողջական պատասխանատվություն կգրե ցանկացած հետևանքի համար։ Լիբանանի բոլոր պետական եւ ոչ պետական դպրոցները, ինչպես նաեւ համալսարաններն ու մասնակիտական ուսումնական հաստատությունները փակ կմնան անվտանգության սպառնալիքներու եւ դարբեր շրջաններու մեջ շարունակվող հարձակումներու պատճառով։ Մենք զգուշացնում ենք, որ Լիբանանը որպես աջակցության պատերազմների հարթակ օգտագործել է, որոնցում մենք ներգրաված չենք, կրկին մեր երկիրը կենթարկի ռիսկերի, որոնց համար պատասխանատվություն կկրեն նրանք, ովքեր անտեսել են երկրում անվտանգությունն ու կայունությունը պահպանելու բազմաթիվ կոչերը։ Հեզբոլլայի աջակցությունը Իրանին Լիբանանը կրնա ներկաշել տարածաշրջանային պատերազմի մեջ։ Երկրի իշխանությունները շարժմանը կհորդորեն ողջախոհ գտնվիլ եւ առաջնորդվել ազգային շահերով։ Այս վտանգավոր իրավիճակին բացառման ուղղված էր թերամիսներ առաջ հաստատված Հեզբոլլայի զինաթափման ծրագիրը։ Նախագահի եւ ղարավարության իրենց աշխատանքային ծրագիրի մեջ հստակ դիրքորոշում հայտնած են, որ Լիբանանի մեջ դեղի անորեն բոլոր անորեն զենքերը պիտի հավաքվի եւ անշուշտ միան pedagogan, այսինքն բանակը եւ pedagogan գարույցները, ուժային գարույցները պիտի ունենան զենքի իրավունք, զենք կրելու իրավունք։ Հեզբոլլան հագարակ դիրքորոշումի մեջ է եւ բնականաբար կմերժեն հանձնել այդ զենքերը։ Այս ճգնաժամի ֆոնին Լիբանանի կառավարությունն այսօր արգելեց Հեզբոլլա շարժման ռազմական գործունեություն ծավալել երկրին մեջ։ Խմբավորման բոլոր ռազմական գործողություններն ու անվտանգության միջոցառումներն այսուհետև անօրինական են, հայտարարեց վարչապետ Նավաֆ Սալամը։ Հակառակ այս որոշումին իշխանությունները սահմանափակ լծակներ ունի Հեզբոլլան զսպելու համար։ Խորացող այս ճգնաժամը կմտահոգե նաև հայկական համայնքը։ Քանի որ երկարաժամկետ է եղած հարցը, կգարձեմ, որ այո, վնասը ժողովրդին հետ կապված վնասը բավականին մեծ կլա ասպարակային։ Լիբանանի մեջ արդեն 16 համայնքներն մեկն ենք, ինչպես դարբեր համայնքներ, նույնպես հայ համայնքը անպայմանորեն դեղը որոշ չափով անպայմանով առնչված ենք մենք լիբանանցի ժողովուրդներուն հետ։ Միջազգային իրավիճակը կմնա լեցուն ծայրահեղ փախումներով, իսկ ժողովուրդը խաղաղության կցկտի։ Փաթիլ Մգրդիչյան, լուրեր, Լիբանան։